Պարոն Փաշինյան, ձեր մուտքը եռաբլուր հարկավոր է խստիվ արգելել, ոչ մի բարոյական իրավունք չունեք այնտեղ մտնելու, գնալու, ձեր ներկայությունը այնքան տգեղ է, որ մարդիկ արդեն այլ չեն կարողանում հանդուրժել այդ նկարահանումներն ու ձեր ներկայությունը այնտեղ, բոլորն էլ հասկանում են, որ ինքնագովազդի համար եք գնում, PR, այդ տգեղ ու նողկալի փորձը ձեր իսկ շահերի համար, ինչի համար եք գնում այնտեղ, հաճույք կստանաք այն արդյունքներից, որ ձեր ձեռքերով են արվել, դադարեցրեք ձևանալ, իբր թե ցավում եք, բոլորն էլ արդեն վաղուց տեսնում են, որ այնտեղ դուք չեք գնացել նրանց հարգելու համար, հիշատակը, լավ կլիներ խնայեիք ձեր ժամանակը և մեր նյարդերը արդեն, այս երիտասարդ զինվորների արյուններով է օծված ձեր ձեռքերը, դուք եք անմիջական պատասխանատուն նրանց մահերի համար, որտեղ են այդ պատերազմի հանցագործները, քանիսն են ձերբակալվել, ես ուզում եմ իմանալ, այդ աղետալի վատ հետևանքներից հետո, իրենց ստրատեգիական, տակտիկական, բարոյական վնասներով, որ բերեցին հասցրին նման ավարտի պատերազմը, ինչու ոչ մի հետաքննություն չի եղել, քանիսն են պատասխանատվության ենթարկվել, ես հարցնում եմ դա, քանիսն են հիմա բանտարկված, քանիսին են դատել ռազմական տրիբունալում, ուր են, ոչ մեկը նրանց մեջ չկար, հա, սխալ գործած, բոլոր անմեղ էին, իրոք դա է ձեր դիրքը, կարծիքը, հասարակ մարդիկ անգամ խոսում են այն մասին, որ հանցագործություններ են եղել, դավաճանություններ են եղել և դուք դրա մասին ոչ մի բան լսած չեք և ոչ մի բան հետաքննություն արած չեք, ինչու հարց է առաջանում, ոչ մի հաշվետվություն դրա համար, ոչ ոք ոչ մի պատասխանատվություն չունի, այսինքն, թե դուք չեք որևիցե վնաս տեսնում դրա մեջ կամ սխալ արարք, թե այդ բոլոր հանցագործներն ու դավաճանները, թեկուզ և եթե ձեր իսկ կողմից չէին ներդրված կամ ձեր հրամաններով արված, բայց եթե նրանք նույնիսկ իրենց շահերից ելնելով այլ պատճառներով են արել, բայց դա համընկնում է ձեր պլանին, դրա համար էլ չեք հետաքննում, բաց եք թողնում, աչք եք փակում, ձեր նպատակներին համապատասխան էր, չէ՞ դա, դուք ձեր լռությամբ հանցակից եք դառնում հանցագործներին, եթե նույնիսկ դուք կապ չունենայիք, ինչի համար եք գնում կանգնում այդ զինվորների գերեզմանների մոտ, ինչի, ես գիտեմ, բոլորն էլ գիտեն արդեն, որ ձեր հեչ պետքն էլ չի, դուք որ նույնիսկ չեք հետազոտում, հետաքննում այդ մահերի պատճառները, այդ գերեզմանների պատճառները,
Էլ ինչու եք գնում կանգնում այդ գերեզմանների մոտ իբր հարգում եք։ Լավ վերջացրեք այդ ձևականությունները, ձևացնելը, իբր թե կարեկցում եք, դա արդեն նույնիսկ ծիծաղել չի առաջացնում։ Ավելի լավ կլներ խնայեիք մեր նյարդերը և ձեր ժամանակը։ Մի փոքրիկ նշույլ անգամ մի քիչ խիղճ ունեցեք մարդկանց նյարդերի վրա մի ազդեք այնտեղ գնալով։ Ձեր ներկայությունը այնտեղ ուղղակի վիրավորանք է նրանց հիշատակին, ոչ թե հարգանք։ Չափից դուրս եք արդեն, ինչպես ասած, ձողը ծռել, էլ այնքան է ճկվել, որ էլ տեղ չի մնացել։ Մարդկանց համբերությունը արդեն գագաթնակետին է հասել, արդեն պայթելու գագաթնակետին է հասել, էլ տեղ չի մնացել։ Այլևս մի փորձիր մարդկանց համբերությունը, հերիք է։ Ինչու չեք օգնում այն ընտանիքներին, որ կորցրել են իրենց մտերիմներին։ Այդ ընտանիքները երեխաներ էին մեծացրել ծանր աշխատանքով, սիրով, հոգատարությամբ։ Նրանք ամբողջ կյանքը նվիրել էին այդ երեխաներին մեծացնելու համար վրա, հույս ունենալով, որ նրանք մի օր կմեծանան, ընտանիք կկազմեն, կհասնեն իրենց նպատակներին։ Այժմ նրանք կորցրել են իրենց երեխաներին։ Հնարավոր է նաև միակ երեխային, որ այդ ծերության, իրենց ծերության օրերին պետք է սատար լիներ, հոգ տաներ ծնողների մասին։ Շատերը կարող է միայնակ երեխաները չէին միայն, բայց ամեն երեխա իր տեղն ունի ծնողի սրտում, չէ՞։ Ինչպես կարող ենք ասել, թե դե եթե մեկ երեխա չէր, ոչինչ, նշանակություն չունի, քանի դեռ մյուսները կան, ինչպես կարող են նրանք մեկը մյուսին փոխարինել։ Եթե ձեր ընտանիքի երեխաներից մեկը չլինի, այսինքն ասենք, հա դե ոչինչ, այն մյուսները կան։ Եվ որտեղ էր ձեր կինը, ինչու չէր գնում նրանց հոգեբանական աջակցություն ցույց տալու այդ ընտանիքներին, որ սգի մեջ էին և կորցրել էին իրենց աչքի լույսը։ Նրա պարտականությունը միայն գեներալներին աջակցելն էր, բարի հոգեբանական աջակցությունը կնոջ կողմից ավելի ճիշտ կլներ ցուցաբերել հենց այդ ընտանիքներին ու մայրերին։ Շատ լիդերների, կանայք, պրեզիդենտների այդպիսի գործերով են զբաղվում, բարեգործական, կարեկցանքի գործերով։ Իսկ դուք ուրեիք կեղծ ընդդիմություն, ինչ եք արել այդ ծնողների համար, այդ մահացած զինվորների ծնողների համար, վիրավոր զինվորների նաև։ Հարմարավետ հիմա նստած եք ձեր փափուկ աթոռներին, տաքուկ տեղներդ, այդ ձեր պաշտոններն ու տեղերը, դրանց գոյությունը պաշտպանել են զինվորները իրենց կյանքի գնով։ Ինչքան անշնորհակալ եք, անգամ կենդանիները ավելի շնորհակալ են, քան դուք բոլորդ միասին։ Այնպիսի տպավորություն է ստացվում, որ դուք նույնիսկ չգիտեք, թե ինչ է նշանակում մարդ լինելը։ Էվոլյուցիան երևի ձեր կողքով է անցել։
Դարձել եք մարդ տեսքից, բայց ձեր հոգիները չեն զարգացել, մնացել են պրիմիտիվ, չմշակված, ամյոբայի մակարդակով։ Եվ դուք էլ ուզում եք ղեկավարել այս երկիրը, ինչու՞։ Որովհետև ձեզ համար շահավետ է, այն պաշտպանում է ձեր անսահման ագահության տենչերը, ձեր անպատժելի ագահությունը փողի իշխանության հանդեպ։ Դուք նման եք խոզերի մի ոհմակի, որոնք պատրաստ են կլանել ամեն ինչ, ախորժակներն անսահման, անեզր, անընդհատ սոված են։ Այնքան սոված են, բուլիմիայաշճան ուտում են ու չեն հագենում։ Լավ, մինչև երբ։ Եթե մի մարդ սպանում է մեկ մարդու, ամբողջ կյանք բանտ է նստում։ Դուք սպանեցիք 5000-ից ավել մարդկանց, դրանց պատասխանատվությունը ձեր որոշումների հետևանքով էր, ձեր գործողությունների և անգործությունների հետևանքով, և դուք շարունակում եք մնալ իշխանության։ Այդ ինչպես է կատարվում։ Հասարակ մարդիկ պատժվում են մեկ մարդու սպանելու համար, 5000 մահը, դա պատասխանատվություն չկա, չեք կարող գտնել իսկական մեղավորի, թե ով է, չեք կարողանում մատնացույց անել, հա։ Ով է տվել ձեզ այդ իրավունքը։ Դուք պետք է վաղուց հեռացված լինեիք։ Եթե մի փոքր անգամ մեղքի ամոթի զգացմունք ունենայիք, ձեր երեսները ոչ ոք այլևս չէր տեսնի։ Կներեք։ Երբ որ նավի կապիտանը նավը խորտակվում է, իր խճմտանքից, իր խղճի խայթից և ամոթից, պատասխանատվության զգացումից ինքնասպան է նույնիսկ լինում, հասկանալով իր սխալները, որ շատ մարդ է զոհվել, բայց իհարկե ոչ դուք, իհարկե ոչ։ Ձեր նման մարդիկ ոչ կարող են զգալ մեղք, ոչ էլ ինչ-որ որևիցե զգացմունք։ Ինձ թվում է ձեր հոգին վաղուց է լքել ձեր մարմինը։ Գիտեք, այդպես էլ է պատահում։ Տեսակետներ կան այդ մասին, կարդացել եմ, լսել եմ։ Երբեմն հոգին այլևս չի կարողանում հանդուրժել այն մարդուն, որի մեջ ինքը գտնվում է, և այդ մտքերի, արարքների, տգեղության, անճոռնիության շատ վատ մակարդակի պատճառով որոշում է լքելը և թողնում է միայն այդ կաղապարը, բայց մարդը շարունակում է գործել։ Այ նայեք, որոշ մարդիկ դատարկ հայացք, մնացել է կաղապարը։ Նրանք խճմտանք չեն զգում, ամոթ չեն զգում, ինչքան ուզում եք գոռաք, կոչացեք, կապ չունի։ Ձեր անօգուտ գոյությունը ոչ միայն բեռ է ազգի համար, այլև մայր հողի, երկրագնդի, գցենք մեր տարածքի հողի։ Արդեն հողը տնքում է ձեր ծանրությունից, չի կարողանում ձեզ կրել իր վրա այլևս։ Ռեսուրսներ եք սպառում և ուրիշ ոչինչ։ Առատություն ձեռք բերում, թաղվում եք հարստության մեջ։ Դուք երբեք բավարարվել եք, չգիտեք թե ինչ է, կանգ առնելը։ Գիտեք ինչ, աղքատ մարդը նա չէ, ով գումար չունի։ Աղքատը նա է,
որ երբեք չի հագենում, չի բավարարվում։ Միշտ իրեն թվում է, թե պակաս է, քիչ է։ Հենց դուք եք իսկական աղքատը։ Այդպես էլ կմնաք մուրացկան ու աղքատ։ Հավատացեք, վերջը վերջո ձեր վերջը մոտ է լինե։ Այսպես շարունակվել չի կարող։ Դուք այդքան եք կերել, որ քիչ է մնում պայթեք։ Ես պարզապես խղճում եմ ձեզ։ Խղճում եմ, երբ տեսնում եմ, որ բոնուսներ եք նույնիսկ տալիս ձեզ ինքներդ։ Ձեզ նույնիսկ չի բավարարում ձեր թալանածը։ Երկրի, մարդկանց ունեցվածքը անընդհատ ուզում եք վերցնել ավելին ու ավելին։ Ձեր անիմաստ գոյությունը դուք արդարացնում եք միայն ավելին հասնելու համար մի կտոր, մի պատառ ավել լինելու համար նույնիսկ դուք կյանքներդ կտաք, մի օր էլ ավել ապրեք, միգուցե մի քանի սանդվիչ և ևս կարողանաք ետ գցել, դնել ձեր սառնարանը։ Խղճամ ձեզ։ Գիտեք ինչ, աղքատ մարդիկ նույնիսկ բարձրությունից են նայում ձեր վրա, դուք նույնիսկ չեք հասկանում ու չգիտեք դա, որտեղից իմանայիք ողորմելիներ։ Աղքատ մարդ կա, որ նույնիսկ չի էլ պատկերացնում, որ հնարավոր է այսքան ցածրանալ փողի համար։ Նա ուղղակի ու իր ուղեղում չի տեղավորվում, չի պատկերացնում, թե դա ինչպես կարող է լինել։ Նույնիսկ այդ աղքատը, որ ամբողջ կյանքը կռիվ է տալիս իր գոյատևության համար։ Եվ դուք մարդիկ, ես իրոք զարմացած եմ ձեր վրա, ձեր համբերության վրա, որպեսզի այս 1%-ը ունենա շքեղ կյանք, ամբողջ ազգի 99%-ը ստիպված է ամբողջ կյանքը պայքարել գոյության համար, գոյատևելու։ Մենք, մեր նախնիները, մեր ապագա սերունդները պիտի տանջվեն, չարչարվեն, պայքարեն, մի կերպ ապրուստի միջոց ձեռք բերեն, որպեսզի այս փոքրիկ խումբը կոռումպացված շքեղ կյանք վարի բազմաթիվ սերունդներ, միթե սա ճիշտ է, միթե սա արդարացի է։ Ինչու պետք է ես, դուք, մյուսը, այլոք դիմանանք այդ նեղություններին, ցածր կենսաթոշակներին, աշխատավարձերին, երբ ոչ մի աշխատատեղ չկա, ծրի բուժօգնություն չկա, եւ այլը թվերը ցուցակը շատ է, բազմաթիվ դժվարությունների, ինչու, որպեսզի այս թալանչիներն ու գողերը կարողանան վայելեն իրենց կյանքը, դա է մեր կյանքի իմաստը, որ նպաստենք դրան, համաձայնվենք, հանդուրժենք այդպես ապրելու հետ, որ նրանք լավ ապրեն, այո։ Ինչու մենք մեծամասնությունը պետք է ամբողջ կյանքը կրենք ծանրություն, որպեսզի նրանք հարմարավետության մեջ ապրեն։ Ինչու պետք է թույլ տանք այս անարդարությունը։
Եվ ինչու բոլոր բնական ռեսուրսները, ես չգիտեմ այնտեղ ոսկի, մոլիբդեն եւ այլը, որ մեր մայր երկիրը, մեր մայր հողը տվել է, ժառանգել է մեզ բոլորիս, հայերիս, ովքեր ապրում են, ծնվել են, կապրեն այդ երկրի հողի տարածքում, որպեսզի ապահով ապրեն, զարգանան, կարիքները հոգան, մարդավայել կյանք ապրեն, ինչու պետք է այդ ռեսուրսները պատկանան ինչ-որ անձերի։ Եթե մարդիկ դրանք, այդ մի քանի անձը կարող են, եթե գնեին ամբողջ երկիրը, դա ուրիշ հարց, իրենցն է։ Բայց եթե իրենք գնել են միայն այդ տերիտորիան, հողամասը, ռեսուրսները նույնպես իրենցն են, չէ որ դա ազգային ռեսուրս է։ Նրանք դա չեն ժառանգել իրենց նախնիներից կտակով։ Դա ինչպես կարող է համարվել սեփականություն, եթե նման ռեսուրսներով հողամասեր կան, ուրեմն պետք չի վաճառել։ Դա ազգային հարստություն է։ Դա չի կարող լինել անհատական հարստություն։ Դա հողից է ծնվում, այն հողից, որտեղ մեր պետությունն է կառուցված։ Ինչու չի կառավարությունը վերցնում նրան ձեռքից, պետականացնում եւ շրջանառությունից դրանց վաճառքի տալիս որոշ տոկոսներ մարդկանց, այդպես ավելի ճիշտ կլիներ։ Ինչու համար, ինչու չեն անում դրանք։ Պետությունը վերցնի վերահսկողությունը, օրինակ, եթե մարդիկ ստանային որոշ տոկոսներ, դրանցից շատ արդարացի կլիներ եւ բոլոր կարիքները կհոգար, այնպես չէ։ Ռազմական բյուջեն կհարստանար, կարող էին զենքեր գնել, Շվեյցարիայի պես երկիր դառնալ, կառուցել ազգ բանակ, բոլորը պատրաստ լինեին ամեն դեպքում ամեն կերպ։ Մենք արժանի ենք ավելին, մենք արժանի ենք արժանապատվության, հարգանքի և մարդավայել կյանքի, բոլորը մի կյանք են ապրում, և հուսով եմ և հավատում եմ, մենք կվերադարձնենք մեր իշխանությունը, մեր իրավունքները կհաստատենք մեր երկրում, ժողովուրդն է տերը, սրանք պետք է ծառայեին մեզ որպես ծառաներ։ Եթե աշխատանքի եք ընդունվում, ասում եք սա մենեջերս է, սա դիրեկտրս է, սրանք ինձ աշխատավարձ են տալիս։ Ով է սրանց աշխատավարձ տալիս։ Մենք ասելով պետական բյուջեն պատկանում է ժողովրդին։ Հեյ ոստիկաններ, իմիջիայլոց հիշեցնեմ ձեզ այդ աշխատավարձերը, որ դուք ստանում եք և գոհանում, դրանք չեն գալիս Նիկոլի անձնական գրպանից, գիտեք, հեչ մտածել եք այդ մասին, թե ժամանակ չեք ունեցել։ Երբ որ նա ձեզ կվճարի իր անձնական միջոցներից, իր բանկերից կհանի և ձեզ կտա գումարներ, այն ժամանակ այդպես դոշները դեմ տվեք պաշտպանելու ձեր, ինչպես ասեմ, չգիտեմ, թե ինչ եք պաշտպանում, թյուրիմացության մեջ չեք, ժողովուրդն է ձեզ վճարում, և դուք պարտավոր եք, ձեր իսկ օրենքներն ու կոնստիտուցիան չեք կարդացել, դուք պարտավոր եք ծառայել ժողովրդին, ոչ թե հրմշտել, ոտքի տակ գցել, ձերբակալել։
Եթե իշխանությունը փոխվի, ձեր արարքները լրիվ հիշվելու է եւ բոլորդ պատժվելու եք, ովքեր անօրինական եք վարվել։ Անօրինական հրամանները կատարելը եւս հանցագործություն է։ Լավ Նիկոլը չի ձեզ վճարում, ժողովուրդն է վճարում։ Ինչու եք այդպես պաշտպանում։ Խելքի եկեք։ Շատ է եղել, որ երբ որ ժողովուրդը շատ զայրացած է եղել, պոլիցիան փոխանակ կռվի, սպանի, ծեծի ժողովրդին մի կողմ է քաշվել։ Ժողովրդի զայրույթը տեսնելով, իրավացիությունը տեսնելով, մի կողմ է քաշվել, սա մեր գործը չի այլևս։ Մենք էլ ենք դժգոհ։ Մտածեք այս մասին, այդ երկրում դուք էլ եք ապրելու, ձեր երեխաներն էլ։ Ինչպիսի երկիր եք ուզում ունենալ, այսպիսի։ Դե շարունակեք պաշտպանել, բայց մի բան հիշեք, ժողովուրդը ձեզնից ավելի շատ է։ Քանի 100,000 կարող եք բերել ձեր ոստիկաններին կամ զորքին։ 50,000, 100, լավ, 300,000, բայց ժողովուրդը ձեզնից շատ է, չէ՞։ Եթե նման բան լինի, ձեր ամենաճիշտ դիրքորոշումը կլինի մի կողմ քաշվել եւ անցնել ժողովրդի կողմը։ Դա գոնե բարոյական ճիշտ քայլ կլինի։ Ժողովուրդ, դուք զորքից էլ եք շատ, ոստիկաններից էլ։ Դուք պատկերացնում եք, նրանք 1% են այդ խումբը թալանչիների, դուք 99%։ Զորքն ու ոստիկաններն էլ չգիտեմ ինչքան, բայց ժողովրդից շատ չեն։ Եվ դուք հանդուրժում եք այս աղքատությունը, նվաստացումները, հողերի կորուստները, ձեր երեխաների մահերը, որ մի բան ասեմ։ 99%-ը կնքած տանում է այդ բեռը, հնազանդվում, երբեմն բողոքում, նորից հնազանդվում եւ այսպես շարունակ։ Հիմա այստեղ ով է հիմարը կամ մեղավորը։ Ասում եմ, կառավարության ուժը ոչ ոստիկանով, ոչ էլ զորքով ձեզնից շատ չի։ Եթե նման բախում լինել, սա կոչ չէ բախման, ես ուղղակի վերլուծություն եմ անում։ Բախման ժամանակ այո, կլինեն երկու կողմից էլ վնասներ։ Բախումը բախում է։ Լավ ինչքան վնաս, 100, 1000, բայց ի վերջո ժողովուրդ ավելի շատ է, չէ։ Ով կհաղթի, ինչ է կանելու։ 1 միլիոն ժողովրդի վրա կրակելու եք, բոլորին սպանելու եք, վերջի վերջո ժողովուրդը կվերցնի իր ձեռքը, չէ, եթե բոլորը միահամուռ դուրս գան։ Այդ օրվանի չեք վախենում, չեք հավատում, որ կլինի, տանակը ոսկորին է հասել, բա որ ու եղավ։ Դուք էլ լավ գիտեք, որ այդպես է, եթե ամբողջ ազգը կանգնեց, դուք չեք լինի այլևս։ Այսքան բազմաչարչար եւ այսքան համբերատար ժողովուրդ։ Վերցրեք ձեր ձեռքը, ձեր պահանջատիրությունը երկրի նկատմամբ, ձեր իրավունքների նկատմամբ։ Մենք չպիտի կանգնենք մի կողմ եւ նայենք, թե ինչպես են այս մակաբույսները շարունակում թալանել ու թալանել
մեր բոլորիս ապագան։ Մտածեք այս մասին։